Ոչ մի բան չեմ տալի։ Չէ, եթե ինքը որևէ մի անգամ պրոբլեմա ունի, ես յան եկող, բայց անձամբ ակցիայի համար ես յան փող չեմ տալի։ Դիմել է ինքը հետ տվել։ Ինչ կան եք տվել։ Քանի անգամ ա դիմել։ Չեմ ասի։ Պարոն Ալեքսանյան, բայց վիրավորական չէր, որ այս շերով ավանակներով դուրս եկան այդ։ Ես քան անգամ այդ հարցի պատասխանը տվեց, ես ինչ կապ ունեմ, դեղին գլխարկներին հարցրեք։ Բայց ոնց որ կարմիր գլխարկավորները դեղին գլխարկ էին հագել ու ավանակներին բերել էին։ Հնարավոր չի, մեր կարմիրները այդ բան չեն անում, մեր կարմիրները կենթանները այդ չեն։ Դե դեպքում ձեզ էին ծաղրում, եթե ավանակ էին բերում։ Ցավը տանեմ, ինձ ինչ ծաղրում։ Չգիտեմ, ապարանցիների հետ։ Ինչ է անում։ Ասում եք բան Ալեքսանյան, նշանակով պետք է շարունակվեն։ Դուք ուզում եք որ այդ կենթանական աշխարհը Բայց կարմիր գլխարկներով պարապ չեն մնաց ծաղր։ Այծերն ինչ է անում, այծեր։ Ինչ իմանամ, ոնց է խեք հարցնում։ Պարոն Ալեքսանյան, Ապրում եք թե մորտեցի խորոված։ Աջան, ես Դուբայում եմ։ ինչ է։ Հանգստանում եմ։ ընդհանուր առմամբ չեք ապա։ Սամվել Կարապետյանի, Չեք Գագիկ Ծառուկյանի, հա ինչպես նշված էր մանավանդ։ Սամվել Կարապետյան, հա։ Ու նաև Գագիկ Ծառուկյանն էր։ Հացայվան մի քիչ ուշ եկա։ Չեք ափսոսում այնուամենայնիվ, որ պատմամշակութային արժեքը ոչնչացավ։ Ցավոք պատմամշակութային արժեքը մենք փրկեցինք կռիվների ցիվիլանոցից։ Պատմամշակութային շրջանը տեղում կա։ Բայց անտեսեցիք քաղաքապետարանի մշակույթի նախարարության որոշումը, նրանք են ամեն դեպքում այդպես ասում, որ դες նախագծով նման լիազորություններ տրված չի եղել։ Գնացիք սեփականատիրոջ ցած։ Դուք ավելի ուժեղ եք կամպետությունը պարոն։ Պարոն Ալեքսանյան, Պարոն Ալեքսանյան, մի հատ հարցրի։ Ոչ մի հարց չեմ պատասխանում։ Ոչ մի բան։ Ստեփան Սաֆարյանը բան ասեց ձեր մասին։